եմ լսել Ջան, Ինչ եղավ։ արի մոտիկ կտենաս։ Մհեր, 30 տարեկան, ամուսնացած չէ, չի աշխատում։ Այս ինչ հա։ Անգրագետս կարդալ։ Հա դժվար այդքան կարդալու տեղը երկու բառով ասես ինչա, չեմ հասկանում։ Արամ, 28 կան, Մհերի ընկերն է, ամուսնացած չէ, բարմեն է։ Այ արամ։ Հապեր։ Այն փողը որ պիտի ուղարկեին, արդեն մեր հաշվին նստել է։ Ոնց։ Այն փողը որ պիտի ուղարկեին արդեն ուղարկել են։ Չես լսում ինչ եմ ասում եմ այն փողը որ պիտի ուղարկեին, արդեն ուղարկել են ու մեր հաշվին նստել է, կարան գնանք բանկ վերցնենք։ Արա ջան։ Բա ջան ախպեր։ Բա հիմա ինչ ենք նստել գնանք բանկ։ Չէ։ Դու նստի, երբ որ պետք կլինի այդ ժամանակ կգնանք։ Լավ, բա հիմա մեզ փող պետք չի, հա։ Մեզ հիմա ուրիշ բան է պետք։ Ինչ։ Նոր վիդեո է պետք արամ։ Այդ ռուսների վրա պետք է լավ տպավորություն թողնենք, որ լուրջ փողեր աշխատենք։ Հա դե առանց քո ասելու էլ գիտեի հիմա։ Բա որ գիտես, անցի գործի Արամ ջան։ Անենց ես խոսում ոնց որ դրսում աղջիկները ինձ են սպասում, մնում է առաջինին ընտրեմ, հա։ Ես չեմ հասկանում դու միամիտ ես իսկականից, թե քեզ միամիտի տեղ ես դնում։ Ինչ ես ուզում ասես դրանով։ Ուզում եմ ասեմ, որ Մի րոպե լա։ Անին, հա։ Հա։ Դե բան արա, վերցրու։ Աղջկանը սպասացում։ Բայց չխոսաս էլի։ Ալո։ Բարև Արամ։ Անի, 27 տարեկան, Արամի ընկերուհին է, ունի սեփական հարսանյաց սրահ։ Բարև կյանքս ոնց ես։ Լավ չեմ։ Ինչի՞ ցավդ տանում։ Որովհետև ինձ մոռացել ես։ Ինչ ես խոսում ան, ես ոնց կարամ քեզ մոռանամ։ Բա որ չես մոռացել, ինչի չես զանգում։ Դե չեմ զանգում անջան, որովհետև շատ եմ զբաղված։ Հիմա էլ ես զբաղված։ Դե հիմա չէ, արդեն վերջացրեցի։ Ուզում ես ասես, եթե ես քեզ չզանգեի, դու ինձ զանգելու էիր։ Հա բա ոնց։ Հավատամ։ Ուրիշ տարբերակ չունես։ Լավ։ Երբ ես գալու։ Դե մի կես ժամից մոտդ լինեմ լավ, հա։ Շատ լավ է։ Դե սպասում եմ։ Եղավ, դե առայժմ։ Լավ։ Հա, ինչ էիր ասում։ Ասում եմ, որ նախնական աղջիկը կա։ Այդ թեման ուր ես տանում մեր։ Հարսանյաց սրա, Անի մոտ։ Տենց էլ գիտեի, որ այդ կասես։ Բայց ասեմ իմանաս, Անին մտքից է թանի։ Խի, տենց սիրահարված ես, հա։ Չէ, սիրահարված չեմ, ուղղակի դե Անին լավ աղջիկ է։ Ու ես էլ եմ այդ ասում, մեզ էլ հենց տենց աղջիկեք են պետք։ Մեր ես արտակինի մասին չեմ խոսում։ Ես էլ արտակինի մասին եմ խոսում։ Մեզ արտակնապես լավ աղջիկներ են պետք, ոնց որ Անին։ Իսկ ներքինի հետ դու գործ չունես, ներքինը մեզ փող չի բերելու։ Մեր կլինի դու Անին ընդհանրապես մոռանաս, ես այս երկու օրվա մեջ մի հատ լավ տեսքով աղջիկ կճարեմ, կբերեմ իր այդ ամեն ինչը կանենք։ Արամ, դու ինչ ես լսում։ Ասում եմ մեզ պիտի հետաքրքրի մենակ արտաքին մասը։ Մենք որ ներքին հետ կապվենք որոշ աղջիկների, մեր համար լիքը վատ կարա ավարտվի դա։ Հասկանում ես, որ դա վտանգավոր է։ Դու մտածի մենակ արտաքին տեսքի մասին, ուղղակի թող այդ լավ մտնի, ու պիտի նենց անես, որ դու էլ իրանց հետաքրքրես, այդ է քո գործը։ Այդ գիտեմ, այդ հասկանում եմ։ Դե որ հասկանում ես, դա լավ է, բայց հիմա պիտի որոշես։ Ուզում ես մենք փող աշխատենք, թե ուզում ես մենք փող չաշխատենք։ Մեր դու ինձանից լավ գիտես, թե ես ինչ եմ ուզում, ինչքան ժամանակա որոշել եմ այդ։ Դե որ որոշել ես, այսօր իրիգունը Անին կբերե սենսենյակ։ Ոնց այսօր։ Հա, այսօր։ Ու եթե այսօր չբերեցի, ուրեմն գործից քեզ կհանեմ։ Հա, այդ մոռանում ես, որ մենք ընկերներ ենք ու միասին ենք սկսել այդ գործը։ Ընկերները ինչ կապ ունի։ Գործը մնում է գործ, ընկերությունը ընկերություն։
Լավ հերիքա գլխից ճարեր կարդաս էլի։ Դե որ չես ուզում գլխի ճառեր կարդամ, ժամը 8-ին կլնես այն սենյակում, Անիի հետ։ Եղավ։ Հա, Եղավ շեֆ։ հա, եղավ։ Գնացի դե ես։ Հաջողություն։ Չմոռանաս, այսօր իրիգունը։ Հա, շեֆ ջան։ Այսօր է սիրալված պինգվինը։ Չէ, մենք շաբաթ օրերը աշխատում ենք մինչև ժամը 4-ը, կիրակի օրերը ազատ ենք։ Հա։ Չէ, խնդիր չկա։ Դուք զանգահարեք նախապես ու այցելեք։ Եղավ։ Վերջ գնացինք հիմա։ Գնացինք, բայց ուր ենք գնալու։ Ուզում եմ անակնկալ լինի։ Դե լավ, ասա, ես չեմ ուզում անակնկալ լինի, ասա ուր ենք գնալու։ Չէ, չեմ ասելու անի։ Կգնանք ու կիմանաս։ Իսկ լավ տեղ է։ Ամենալավ տեղն է։ Շատ մարդ կա։ Դե չէ, երկուսով։ Երկուսով։ Հա։ Հիմա ավելի շատ է ինձ հետաքրքիր, ուր ենք գնալու։ Չեմ ասելու անի։ Կգնանք ու ամեն ինչ կիմանաս։ Լավ, խնդրում եմ, ասա։ Լավ էլի անի, ասացի չէ, ուրեմն չեմ ասելու։ Չէ։ Դուրս արի գնում ենք։ Ասա, էլի։ Բա։ Բարեզ։ Հայ, Ոչ խանգարեցի։ Չէ, պապ, չխանգարեցի։ Ծանոթացեք հայրս է, Արամն է, ընկերս, պապ։ Լևոն, Արամ, շատ ուրախ։ կարող ես շտապում եք իսկապես։ Չէ, չենք շտապում։ Ուրեմն նստեք։ Նստի Արամ։ Գոհ նստեք։ Այդ ինչի դες շփոթվեցիր աղջիկ։ Լևոն 52 տարեկան, Անիի հայրն է, գործարար է։ Չէի ուզում որ ծանոթանայի ընկերոջդ հետ։ Չէ, ուզում էի, պապ, ուղղակի շատ անսպասելի եկար դրա համար։ Իրոք անսպասել էր։ Հանդիպման պետք է գնայի։ Զանգարեցին, խնդրեցին, որ հետաձգենք հանդիպումը։ Արամ աշխատում ես։ Հա, բարմեն եմ։ Արնե։ Եվ ինչ։ Հավանում ես մասնագիտությունդ։ Դե ինչ արումով։ Ֆինանսական։ Պապ, Անիջան, սրանք այն հարցեր են, որ ես պարտավոր եմ տալ Արամին։ Ոչ ես նեղվում Արամ ջան։ Չէ, չեմ նեղվում։ Հարցից չպատասխանեցիր։ Դե ֆինանսական այդքան էլ լավ չի, բայց չեմ բողոքում, նորմալ է։ Այսինքն հեշտ համակերպող ես։ Քչով հավալում ես, հա։ Դե հա, բայց եթե ավելի լավ առաջարկ լինի, չեմ մերժի կամոձայնվել։ Իսկ եթե չլինի, Դե եթե չլինի, կմնամ իմ նույն գործին։ Արզա։ Ոնց հասկացա բարձրագույն կրթություն չունես։ Չէ, չունեմ։ Իսկ երբևէ մտածել ես աշխատանքային ոլորտի փոփոխման մասին։ պապ, բարմենի աշխատանքը Արամի մոտ շատ լավ է ստացվում։ Չեմ էլ կասկածում։ Չեմ կասկածում Անիջան։ Հա, մտածել ես թե ոչ։ Դեռ ոչ, չեմ մտածել դեռ։ Դեռ, բայց հնարավորություն կա, որ հետագայում կարող է եւ մտածես։ Հա, հնարավոր է որ մի բան լինի։ Մի բան կմտածեմ։ Վել մի հարց էլ տամ ու գնանք։ Տեսնում որ հաստատ շտապում եք։ Չէ, չենք շտապում։ Ասա։ Արամ ջան, կարող եմ մոտ օրերս որպես հյուր մեր տուն գաս։ Դե անպայման կգամ։ Ուրեմն կսպասենք։ Անպայման։ Ինչ հանդիպում։ Եվ Եթե որոշես ուշ գալ տուն, անպայման զանգարիր։ Լավ։ Եղավ պապ։ Դες բարի ժամանց։ Շնորհակալ։ Ինչ ես ծառում։ Դու մենակ դեմ կտեսնեին ոնց է շփոթվել, երբ որ պապան քեզ հարցեր տալիս դեմ կասկածում։ Իբր դու չէի շփոթվել, հա։
Դե իմ շփոթվել այդ բնական է, որովհետև առաջին անգամ է papan ինձ տղամարդու հետ տեսնում։ Լուրջ։ Այսինքն ուզում ես ասես, որ այսքան ժամանակ քո ոչ մի ընկերոջ չես ծանոթացրել papaիդ հետ։ Ես պիտի ընկեր ունենայի, որ ծանոթացնեի papayi հետ։ Մեկ ան ինչ էլ ասես չեմ հավատալու քեզ։ Քեզ հավատում մի հավատա։ Գնացինք։ Գնա։ Գնանք։ Գնաս։ Ես արդեն էլ չեմ համբերում, ուզում եմ տեսնել քո անակնկալը։ Կպրես։ Ես իմանամ ինչ եմ հասկանում։ Դուրը անակալս։ Հա, շատ։ Ես իրոք չէի սպասում, որ դու ինձ քո տունք բերես։ Շատ ուրախ եմ, որ անակնկալս դուրը եկավ։ Իսկ դու այսօր աշխատանքի չես։ Չէ, այսօր որոշել եմ աշխատանքի չգնամ, որպեսզի ամբողջ գիշեր միասին լինենք։ Ասաց իրելի։ Ինչի՞ չես ուզում։ Դե գիտես հարցը ուզել կամ չուզելը չի։ Բա ի՞նչն է պատճառը։ Դե ես չեմ կարող։ Չէ, անի, լավ էլ կարող ես։ Ուղղակի չես ուզում ու չգիտեմ ինչի համար։ Չի արամ, ուղղակի դեռ ժամանակը չի։ Այսինքն դու համոզված ես, հա, որ ինձ սիրում ես։ Չէ, որ քեզ սիրում եմ, ես դրանում համոզված եմ, ուղղակի։ Բա էլ ի՞նչն է պատճառը, հա։ Արամ, ես պատրաստ չեմ։ Լավ, երբ պատրաստ լինես, այն ժամանակ կասես։ Նեղացա՞ր։ Հա, իրավունք չունեմ։ Ունես, բայց ես չեմ ուզում, որ դու ինձանից նեղանաս։ Լավ, չեմ նեղանում։ Չեմ նեղացել։ Հաստատ։ Հաստատ։ Ու ասեմ, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ու ուզում եմ, որ մենք ամուսնանանք։ Հա։ Հա։ Գիտես դու առաջի անգամ ես ինձ ամուսնության առաջարկ անում։ Որովհետև առաջին անգամ զգացի, որ դու կասկածում ես։ Հիմա էլ չունեմ կասկած։ Հաստատ։ Հաստատ։ Դե արի մտս։